Ամերիկյան անկախության 250-ամյակի կապակցությամբ կոնգրեսի գրադարանում բացառիկ ցուցադրություն էր նվիրված ամերիկահայերի ունեցած ներդրումին ու ժառանգությանը, համայնքի պատմությանն ու հիշողությանը։ Ներկայացնելով աշխարհի խոշորագույն գրադարանում մեկտեղված հայկական գանձերը, պատմաբան Խաչիկ Մուրադյանը նկատում է, այս հավաքածուն վկայում է արդեն 19-րդ դարից հայերի կապն ամերիկյան պետության հետ չէր սահմանափակվում համայնքի ներկայությամբ, օրինակ հեռավոր Վիեննայում Մխիթարյան միաբանությունը գրքեր էր տպում, հրատարակում քարտեզներ, հայերեն թարգմանում ամերիկյան գրականություն։ 1852-ին Հարիեթ Բիչեր Սթոունը գրեց Քերի Թոմի խրճիթը դարակազմիկ գիրքը, որը մեծ նշանակություն ունեցավ ստրկատիրության դեմ պայքարի ընթացքում։ Ընդամենը 2 տարի անց Մխիթարյան միաբանությունը հայերենով տպեց այս վեպը, որը հետագայում բազմիցս վերահրատարակվեց։ Նամակները վկայում են, որ ամերիկացի մտավորականներն ապշած էին, թե որքան արագ հայերը թարգմանեցին ամերիկյան վեպը։ Հայտնի է, որ հեղինակ Բիչեր Սթոունը ևս իր հավաքածուում ունեցել է հայերեն հրատարակության մեկ օրինակ։ Հետ պտտելով ժամանակի անիվը կոնգրեսի գրադարանի աշխատակիցը պատմեց 1618-ին Եվրոպայից դեռևս Անգլիայի գաղութ Ամերիկա հասած առաջին հայ մասին։ Մեկ տարի անց Մարտին Արմինյանը Վիրջինիայում 50 հեկտարի վրա թութուն էր աճեցնում։ 1622-ին, երբ նա Անգլիա էր արտահանում թութունը, մաքսային ծառայությունները Մարտինից կրկնակի մաքս էին գանձել, պատճառաբանելով, թե օտարերկրացի է։ Մարտինը Վիրջինիայի կառավարությանը դատի տվեց ու ապացուցելով, որ ունի նույն հավասար իրավունքները, ինչ մյուսները, շահեց դատը։ Կոնգրեսի գրադարանում պահպանվել է հայ Մարտինի դատական գործի արձանագրությունը, որն ըստ Մուրադյանի առաջին անգամ ներկայացվեց հանրությանը։ 19-րդ դարում ամերիկացի հոգևորական միսիոներները սկսեցին հետաքրքրվել հայերով ու նրանց օգնությամբ ընթացավ արդեն դեպի անկախ Միացյալ Նահանգներ հայերի ներգաղթը։ 19-րդ դարավերջին Մասաչուսեթսի Ուրստեր քաղաքում հավաքված հայերը որոշեցին եկեղեցի կառուցել, որը պետք է դառնար օվկիանոսից այն կողմ առաջին հայկական հոգևոր տաճարը։ Հավաքին հաջորդած մեկ տարվա ընթացքում նրանք հողատարածք գնեցին, կառուցելով Ամերիկայի հայկական առաջին եկեղեցին։ Ներգաղթի աճին զուգընթաց եկեղեցիները դարձան հայ համայնքի կյանքի ինստիտուցիոնալ մասը։ Այս լուսանկարը պատկերում է Ուրստերի հայկական եկեղեցին օծված 1899 թվականին։ Կողքին Boston Globe թերթի անդրադարձն է եկեղեցու բացմանը։ Ցուցասրահում հայերից բացի նաև մեծ թվով ամերիկացիներ էին կոնգրեսի եւ կոնգրեսի գրադարանի աշխատակիցներ, ու դոկտոր Մուրադյանը նրանց նախ պետք է իրազեկեր ցեղասպանության ու ապրիլի 24-ի օրվա իրադարձությունների մասին։ Գրադարանում է Թալիաթ Փաշայի նամակագրությունը ամերիկյան դեսպան Մորգենթաուի հետ։ Պահոցներում դեռ հետազոտողներին են սպասում Խարբերդի գյուղերից Դավիթ Ադամյանի 10,000 էջից ու 6 հատորից կազմված նոթերը, որ նա գրել էր գաղթի ճանապարհին ու հետագա տարիներին։ Եղեռնը վերապրել են ոչ միայն մարդիկ, նաև մշակութային արժեքները։ Կոնգրեսի գրադարան են հասել 17-րդ դարի Թոքատի 560 էջանոց ձեռագրի մի քանի էջեր։ Չգիտեինք ուրիշ էջեր փրկվել են թե ոչ։ Պարզվեց եվրոպական թանգարաններից մեկում կա եւս մեկ էջ։ 1865 թվականի Սուրբ Հովհաննեսի ավետարանը հռչակավոր ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի հավաքածուում էր։ Այն կոնգրեսի գրադարանին է նվիրել Ռուբեն Մամուլյանի կինը։ Ամերիկահայերն արձանագրել են նաև իրենց պատմությունը։ 1919-ին Մալքոլմ Վարդանը տպել է առաջին համապարփակ ուսումնասիրությունը հայ համայնքի մասին, իսկ 1976-ին, երբ լրացավ Միացյալ Նահանգների 200-ամյա տարեդարձը, Մարաշի հայերի միությունը հետազոտություն գրեց այն մասին, թե ինչ նպաստ են բերել մարաշցիները ամերիկյան պետությանը։ Այս տարի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակն է եւ կարեւոր է հիշել, որ պետության կենսագրության հիմքում մարդիկ են, որոնց թվում նաեւ ամերիկահայերը, ամփոփեց կոնգրեսի գրադարանի հայ պատասխանատուն Հայկարամ Նահապետյան, լուրեր, Վաշինգտոն։